Բարև ձեզ ընկերներ, եկել եմ միասին էլի թվանք նկարենք, այսօր հպարտանալու թվանք է, իրար հետ կանգնած մեր բոլորի ջանքերով ստեղծած հրաձգարանում, որի մեջ կառուցել ենք մեր ՀԿ-ի ռազմախանութը թվանքը, որով ներմուծել ենք այս զենքը, այս օպտիկան, այս կոլցեքը, այս փամփուշտները թվանք ենք նկարելու։ Ազատազենի ջանքերով է եկել Հայաստան ու դա շատ գովելի է, դա կերազենք մենք 21 թվականին, երբ սկսում էինք, իսկ այսօր իրականությունը ինչի մասին է պատմելու եմ։ Այսօր պատմելու եմ Պերունի 16.5 դյույմանոց փողով տարբերակի մասին, որը կրակում է 223 Remington փամփուշտներ։ Այս զենքերը եղել են մեր առաջին արտասահմանյան ներմուծումը ու հիմա 3 նոր մոդելներ ենք բերել, մեկը անցած հաղորդման մեջ եք տեսել, համոյի ներկայացնելով, մեկը սա է, մյուսն է շուտով կտեսնեք։ Հիմա փաստացի Պերոնից 5 տեսակի ունենք թվանքում ու 5-ն է կարող եք ունենալ AR-ների համար բավականին հասանելի գներով։ Այս տարբերակը երևի այդ 5-ից ամենահեռահարն է, թե փողի երկարության պատճառով, թե փամփուշտի տրամաչափի պատճառով ու օգտագործելով 1-ից 8 Riton օպտիկան, իրան հանրությունը Zagonnik է ասում, այսինքն մեկով հարմար է ոնց որ մոտիկ որս կատարելու համար, իսկ 8-ը փաստացի SVD զենքի կրկնակի խոշորացումն է ապահովում ու լրիվ ռեալ է 8-900 մետր նշան բռնել է, կախված ինչ զենքի վրա կդնեք։ Հատկությունները զենքի հիմնականում նույնն են, ինչ մյուս մեր ներկայացրած Perun 15 զենքերին է, միայն սրա խզակոտն է փոխված, ինձ ավելի է դուր գալի, մեկ էլ հետը եկած պայստատուփերը թափանցիկ հատված ունեն, որ օգտագործողը տեսնի փամփուշտների ծախսը։ Գումարած փոխածը այս լիցքավորելու հարմարանքը ավելի մեծ կտորով է դրած ու երկու կողմից քաշվող։ Մնացածը հիմնականում նույնն է ու կարևոր առավելություն, որ թե այն ժամանակ մենք կարծում էինք, որ սրանք լավ զենքեր են, հիմա մենք վստահ ենք, որովհետև շատերը տեսել եք, մենք հրաձգարանում ունենք այս զենքի թե 14.5 թե 12.5 երկարությամբ փողով տարբերակը, որը կարող եք գալ ոնց որ այդ զենքի քարտերից առնել ու կրակել ու այդ զենքերից մեկը 10,000-ից ավել կրակոց արդեն կատարել է ու դեռ սենց ասած գծի տակ աշխատում է, մյուսը 5,000-ից ավել կրակող, այսինքն բավականին հուսալի զենքեր են սրանք ու ձեզ ծառայելու են բավականին երկար, վերջում է կարողանալու եք տալ ինչ-որ մի հարազատ մարդու։ Զենքից երևի այսքանը է, կարող եք թե թվանքի տելեգրամյան ալիքում նայեք այս զենքերի մասին մանրամասն, թե ուղղակի չորեքշաբթիից կիրակի գաք հրաձգարան, մտնեք խանութ, ծանոթանաք զենքերի հետ, այնպես չի որ քանակը անսահմանափակ է, բայց դեռ ունենք, կհասցնեք, որ ուզենաք ունենաք։ Այսքանը երևի, վերջում եք ուզենայի ավելացնեի, որ այս մեր հաղորդումները շարունակական պահելու համար մի քանի բան կարանք անենք։ Առաջինը, եթե ունեք շատ յուրահատուկ զենք, գրեք մեզ, կամ հենց ինձ կամ Անդրանին ուղիղ կապ չունի, էլի, ասեք, որ ունեք այդ զենքը, բերենք իրար հետ նկարենք, եթե դուք կնկարեք ավելի լավ, եթե չէ, կտակ մենք կնկարենք, որպեսզի զենքի մշակույթը տարածվի, որպեսզի մեր քաղաքացիները իմանան ինչ զենքեր կարող են ունենալ, զենքի որ զենքը ինչ առավելություն ունի, ինչ թերություն ունի, մի խոսքով այն գործը, որ 3 տարի է իրար հետ շարունակում ենք, ձեր օգնությամբ նաև առաջ տանենք։ Մյուս ձևը, որ բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք մեր նյութերը, որովհետև եթե մենք աշխատում ենք, մարդիկ չեն նայելու, ոնց որ մեր տանջվելն է մնում։ Ու եթե այդ ամենը արեցիք, տենում եք էլի քչություն անում, կարաք միանաք Patreon-ին, այդ միջոցներով մենք էլ ավելի լավը կսարքենք թե թվանքը, թե մեր մյուս հաղորդումները։ Այսքանը, հիմա կգնանք փունջ կկրակենք, գնացինք։ Դե ինչ ընկերներ, եկել ենք մեր ճշտադրման
տեղամասը, դուք կարող եք տեսնել, թե ինչ պրիատնի ցեխա մեր տեղամասում, այդ թղթերը գնալ կպցնելուց հետ էի մտածում, որ սա մեր բոլորի հրաձգարանն է ու մեր բոլորի ջանքերով այն կետում է, որտեղ կա չեղածի համեմատ շատ լուրջ հրաձգարան է, բայց իմ կարծիքով մեզ բոլորիս Հայաստանին հասնում էր մի հատ այնց հրաձգարան, որ քեֆդ գար։ Մենք այդ կողմ ձգտելու ենք, բայց ավելի հեշտ կանենք, երբ որ բոլոր այս ամեն ինչը սիրողները իրար աջակցելով այդ ճամփեն անցնեն, ոչ թե ոմանք շատ չլվեն, մնացածը զուտ դա վայելեն։ Չնայած մենք այն մարդկանց, ովքեր ֆայմե զինվել են, այդքանի համար էլ ենք շնորհակալ ու լրիվ հաշտենք, որ գան միշտ վայելեն գնան, եթե այդ է իրանց պատկերացրած բաները, սահմանները, ինչևէ վերադառնանք փունջ կրակելուն, առաջի փունջը կկրակենք տուլայի փամփուշտներով, գնաց։ Հիմա կկրակենք թեթև գնդակներով սկորպիո տեսակի փամփուշտներով չեխական գնաց։ Այդքան կարծում չստուգելու։ Մի լիժով ենք այդ հալու նայում ես, հա հենա դու կտար ոնց գաս։ Արա լավ է։ Էսի առանձին փորձություն էլ այդ հալն է։ Սենց ժամանակների համար հարմար կոշիկներ, հարմար մեքենա ու հարմար մարդ է պետք։ Այդ իրեքից եթե մեկը չունեք, ավելի լավ է ազատազեն չգաք, իսկ լավ նորությունն էնա, որ հեսա գարուն է գալու, հետո ամառ ու էլի այս վիճակի դեմը կառնվի մինչև մյուս ձմեռ։ Արա լավ դե, հոգիս նկարի ցեխոտվել է։ Արա դե, հասանք այս տուլայի արդյունքին, այս տուլան մի քիչ տուլայավարի է պահում իրան ասում է, երկու կրակոցը քիփա կպեսից շատ լավ արդյունք է էլի սենց պտի չլներ, այս երորդը ձգանի ձգությունից փախցրել եմ, ներող կլնեք, էթանք սկորպիոն է նայենք, էսի սկորպիոյի արդյունքն է ավելի կոկիկ է, մոտ 3 սանտիմի կարգի է, 1, 2, կարա ձեռը բացելու դեպքում ավելի լավ լինի, ինձ ձգանի ձգությունը մի քիչ խանգարեց, մեկ էլ հոգուս ցեխը, մեկ էլ որ բարբերաբար մարզվելու տեղը զբաղված ենք կազմակերպելով, որ մեր ընկերները բարբերաբար մարզվեն, մի խոսքով այդ մարզվելը շատ կարևոր է, մի քիչ թողում եք, կլասից ընկնում ենք։ Եկել ենք հեռու կրակելու տեղամաս, չենք կրակելու, բայց կգաք այս զենքը կառնեք, դուք եկեք կրակեք։ Շատ չկրակենք էլի դառնա բավականին օգտագործածա։ Այստե դադար ենք տալու, այս զենքից ունենք ընդամենը 6 հատ, 6-ն է սպասում են ձեզ։
համեցեք տարեք, այսքան երկար պերուն դեռ ազատազենում չի եղել։ Այսքանը փագին կաղորդումը, լավ եղեք։